Իգդիրը տեսնեմ ու նոր մեռնեմ։ Հասմիկ տատը մահացավ չտեսնելով հայրենի քաղաքը։ Տատի երազանքը իրականություն կդարձնի թոռնուհին։ Արևմտյան Հայաստանի ուղեգիր ստացավ տատի պատմած պատմությունների շնորհիվ։ Armenian Genocide 100.org-ի պատմիր քո պատմությունը նախաձեռնության շրջանակում ամենաշատ ընթերցված 3 պատմությունների հեղինակները կմեկնեն պատմական Հայաստան։ Թե ինչ կբերեմ այնտեղից չեմ ուզում գուշակություններ անել, որտեղ դա ներշնչանքի նման կլինի։ Գայանեն Հասմիկ տատին հիշում է մեկ տապակած կարտոֆիլով, մեկ էլ պատմություններով, ասում է իրենց երկխոսությունը միայն այդ պատմություններով էր ամբողջանում։ Հուշագրությունն էր իր տատիկիս, որը բացառապես կառուցել էր իր ընդհատված մանկության հուշերով։ Անցած գնացածը պատմել է միայն թոռներին, դրան նպաստել է նաև Կանայան ազգանունը, տատը Դրոյի եղբոր զավակն է եղել եւ վախեցել է որդիների համար խորհրդային տարիներին։ Ես երբ որ կարդում եմ ականատեսների պատմություն կամ շփվում եմ վերապրածների սերունդների հետ, մի տարօրինակ զուգադիպությամբ հասկանում ենք մի բան, որ վերապրածները կարծես թե առաջին սերունդին ոչինչ չեն փոխանցել, լռել են։ Բայց հետագաս երկրորդ սերունդին արդեն երրորդ սերունդին փոխանցել են։ Պատմությունների մեծ հոսք կայքը ունեցավ հատկապես ապրիլի 23-ից 30-ը։ Կայքի խմբագիրը ընդգծեց, որ պատմությունների ուղիղ կեսը ստացել են հենց այդ ժամանակ։ Դժգոհություններն էլ այդ ժամանակ շատացան, թե ինչի մենք իրենց ուղարկած պատմությունները չենք ուղղ տեղադրում, հուսով եմ մարդիկ կհասկանան, ուղղակի ծավալի խնդիր կար եւ ոչ մի պատմություն առանց խմբագրման կայքում չի տեղադրվում։ Ներկայացված բոլոր պատմություններն էլ հետաքրքիր էին, ուստի խմբագրակազմը կողմնորոշվեց ըստ դիտումների քանակի եւ սոցցանցերում տարածման։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ինչ որտեղ երբ խաղի ժամանակ հայտարարեց, որ շահած ուղեգիրը կտրամադրի լավագույն պատմության հեղինակին։ Քանի որ այս տարի ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ անցկացվում է շատ կարեւոր մի նախաձեռնություն պատմիր քո պատմությունը, եւ եթե Յուքոմ ընկերությունը համաձայն է, ես ուզում եմ իմ տոմսը տրամադրել լավագույն պատմությունը պատմողին։ Գայանից բացի եւս 2 հեղինակներ՝ Ռիտա Դավթյանը եւ Հրար Մելիքյանը 6 օրով ավտոբուսային ճամփորդության կմեկնեն պատմական հայրենիք։ Աղվան Ասոյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։